Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է դերասան Հայկը։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ հիշելու եւ հրավիրելու համար։ Հիշելու հետ կապված սկսենք հենց առաջին հարցից։ Երկար ժամանակ մենք ձեզ տեսնում ենք ավելի շատ հաղորդավարի կերպարում եւ հեռուստասերիալներում այդքան էլ շատ չենք տեսնում։ Շատ հետևորդներ նշում են, որ կարոտում են ձեզ արդեն որպես կերպարներում։ Ինչ կնշեք, ինչով է պայմանավորված էկրաններից դուրս գալը։ Էկրաններից դուրս գալը երևի թե պայմանավորված է մի քիչ ուրիշ մտածողությամբ, լավ թե վատ չեմ ասում, բացարձակապես բնավ որևէ մեկին չեմ ուզում վիրավորել առհասարակ, բայց մտքի նախասիրության, չգիտեմ, թատրոնը, մշակույթը, դերասանական արվեստը գուցե մի քիչ ուրիշ ձև ընկալելով, բայց ամենայն դեպս այս օրերին հայտնվել եմ այնտեղ, որտեղ որ սիրտս է թելադրում, որտեղ որ հոգիս է թելադրում, որտեղ որ շատ լավ եմ ինձ զգում որպես այդպիսին, շատ կատեգորիկ պատասխաններ չկան, որ ես սերիալներում չեմ նկարահանվի կամ սիթքոմներում կամ բազմասերիանոց ֆիլմերում, եթե կլինի լավ առաջարկ, եթե երկու կողմերով մենք կհասկանանք իրար բոլոր հարցերի շուրջ, բնականաբար կնկարահանվեն, որովհետև ֆիլմերը եւ նախագծերը հեռուստատեսային մեր մասնագիտության անբաժանելի մասն են կազմում, այնպես որ երևի ամեն ինչ արժևում է, երևի ամենալավ դերերը, որ դեռ պիտի խաղամ, ապագայում կլինեն։ Բայց հեռուստատեսային որպես այդպիսին նախագիծ ինձ համար շատ սիրուն ու շատ հաճելի է, երբ որ ես աշխատում եմ առավոտյան ծրագրում, հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո նախագծում, բարևում ենք մարդկանց առավոտյան ուղիղ եթերում, դինամիկ ու հետաքրքիր ընթացք ենք ապահովում, ուղիղ եթերը հասկանում ենք, չէ՞, ինչ հետաքրքիր ընթացք ու ադրենալին ունի, այդ իմաստով ամենայն դեպս կամ հեռուստատեսությունում, բայց մի քիչ այլ ձևաչափի մեջ այս պահին։ Նաև Հայկ նշեցիր, որ սիրտդ թատրոնում է եւ ինչ կարող եք ասել թատրոնի մասին, ինչ է ձեզ համար հենց թատրոնը։ Դե թատրոնը մասնագիտության հիմքն է, առանց որի ոչ մի այլ աշխատանք մշակույթի եւ արվեստի հետ կապված իմ բարագայում ամենայն դեպս չեմ պատկերացնում ու ես միշտ ինքս ինձ ասում եմ, որ եթե օրերից մի օր չտա Աստված, բայց եթե չլինեմ թատրոնում, ամենայն ազնվությամբ կթողնեմ բոլոր գործերեն ինչ որ կապ ունի արվեստի հետ կամ ինչ որ հիմա անում եմ ու կզբաղվեմ լրիվ ուրիշ գործերով, լրիվ ուրիշ մասնագիտություն երևի ձեռք կբերեմ ու կհեռվանամ այս ամեն ինչից, որովհետև բոլոր մշակութային օղակներին ինձ կապում է թատրոնը։ Թատրոնում աշխատանքը, թատրոնում մարդ ստեղծելը, կերպար ստեղծելը, որպես արտիստ ձևավորվելը, որպես մարդ քաղաքացի ձևավորվելը, որովհետև, չգիտեմ, անդադար դու գործ ես ունենում գաղափարների հետ, մարդկանց տարբեր տեսակների, հույզերի, ապրումների հետ, ձևերի հետ, դրանց արտահայտման ինչը շատ է հարստացնում եւ արտիստին եւ մարդուն առհասարակ ու թատրոնը ինձ համար ամենասիրուն կյանքն է այս կյանքի մեջ, ամենասիրուն կյանքերից մեկն է, չգիտեմ, երևի այն կարևոր արժեքներից մեկն է իմ կյանքում, որ ես ունեմ։ Բայց Հայկ վերջին շրջանում իրականում շատերը նշում են, որ թատրոն այցելողների թիվը կրճատվում է, նաև հիշում եմ, որ բլոգերներից մեկը անդրադարձել էր, որ նշելով թատրոնը մեռնող է, այսինքն մարդիկ, ովքեր գնում են թատրոն, գնալով վերանում են։ Արդյոք թատրոնը իրականում ունի այն մարդկանց խումբը, ովքեր միշտ կունենան դրա պահանջարկը։ Միանշանակ նման պատասխան տվողներին ես երբեք չեմ կարող հասկանալ, որովհետև թատրոնը հավերժ է։ Ինձ թվում է, քանի գոյություն ունի երկիր մոլորակը, չի կարող գոյություն չունենալ թատրոնը։ Տարբեր ձևաչափի, տարբեր մտածողությամբ, բայց եթե կա երկիր մոլորակ, ուրեմն կա թատրոն։ Դա միանշանակ այդպես է, բայց վառ ապացույց է օրինակ մի քանի տարբեր թատրոնների արդեն իսկ ձևավորված հանդիսատեսը, որ սպասում է տվյալ թատրոնի, տվյալ ներկայացմանը կամ տվյալ արտիստի բեմ դուրս գալուն,
նորամուծությունները, մշակութային երկխոսությունները երևի ուղղակի իրենք չեն պատկերացնում, թե ինչ է թատրոնը։ Գիտեք ինչն է ամբողջ խնդիրը, ուղղակի շատ մակերեսային են մարդկանց պատկերացումները թատրոնի մասին, ու ես հենց այդտեղ կարծում եմ կայանում են մեծ սխալը, որ իրենք թույլ են տալիս իրանց համարձակ ինչ-որ արտահայտություն։ Օրինակ ես բլոգինգից շատ հեռու մարդ եմ, ու երբեք ինձ թույլ չեմ տա որևէ բացասական ակնարկ անել բլոգինգի մասին։ Անկախ նրանից ես ընկալում եմ, չեմ ընկալում, հասկանում եմ, չեմ հասկանում, դրական եմ նայում առհասարակ իրանց գործին, թե բացասական, դա իմն է, դա իմ որոշելունն է եւ իմ մեջ պիտի մնա, բայց հանրային կարծիք հայտնել, թե բլոգինգը կապրի թե կմեռնի, երբեք ինձ թույլ չեմ տա, որովհետեւ ես չգիտեմ դրա էությունը, ես չեմ հասկանում դա ինչ է, որպես այդպեսին։ Ընդհանրապես մակերեսային ինչ որ տեղեկություններ ունեմ, օրինակ հենց բլոգինգի հետ։ Իսկ թատրոնի մասին, որ մարդիկ մի քիչ շատ կարդան, այցելեն թատրոն ու հասկանան ինչ է այն իրենից ներկայացնում, երբեք երևի նման կարծիք չեն հայտնի, ու ես երևանյան ու մարզային շատ թատրոնների անուններ կարող եմ հնչեցնել, ովքեր շատ լավ աշխատում են, ովքեր միշտ հետաքրքիր ներկայացումներով ներկայանում են հանդիսատեսին ու ունեն մեծ հանդիսատեսի բանակ։ Իրականում մի կողմ էլ կա հարցի, որ շատերը անդրադառնում են դերասանը միայն թատրոնում աշխատելով չի կարող այն ֆինանսական ռեսուրսները ունենալ, որ կարողանա բավարարի իր պահանջները ամբողջովին իրականացնելու համար։ Ինչ ես կարծում, արդյոք թատրոնը միայն կամ թատրոնով աշխատելով մարդը կարող է իր բոլոր ծախսերը հոգալ։ Ես այն թվականին, երբ որ ընդունվել եմ Թատերական ինստիտուտ, իսկ դա մոտավորապես 22 տարի առաջ, 23 նույնիսկ 2007 թվական, 6-7 թվական, դեռ այդ տարիներից իհարկե մարդիկ խոսում էին ֆինանսի մասին, բայց իմ մոտ հետաքրքիր բան պիտի ասեմ, որ եթե մենք ստեղծագործելը եւ արվեստի մասին խոսելը կապում ենք ֆինանսի հետ, այդտեղ արդեն շատ կարևոր մի բան կորցնում ենք։ Մարդուն տրված է ուժ, մարդուն տրված է աշխատասիրություն, ու եթե մարդը ձգտում է, որ ինչ-որ բան պիտի անի, որպեսզի փող աշխատի, նա կանի։ Բայց դրա հետ մեկտեղ նա նաև կստեղծագործի այնտեղ, որտեղ պիտի ստեղծագործի։ Ու ընդհանրապես պիտի գտնել բալանսավորումը ճիշտ կյանքի ու ապրելակերպի եւ մտքի, որովհետեւ ես օրինակ շրջան է լինում իմ կյանքում, որ գուցե ամիսներ շարունակ, 2-3 ամիս լիարժեք պիտի տրվեմ թատրոնի փորձերին, բայց չեմ զլանում, որ եթե ես պիտի 6 ժամ լինեմ թատրոնում, այդ 6 ժամին գումարեմ եւս 6 կամ 7 ժամ կամ 8 ժամ, որպեսզի գնամ արդեն իմ գումարը աշխատեմ։ Դե հա, եթե վերցնենք չոր ու ռեալ նայենք, որպես պետական աշխատավարձ թատրոնում լինելը հա շատ քիչ է։ Դու այդ գումարով գրեթե ոչինչ չես կարող անել, բայց եթե դու նվիրյալ ես ու եթե վարակված ես այս մասնագիտությամբ, հավատացնում եմ ամեն ինչ հասցնելու վրա է, եթե կա քո մեջ այդ ցանկությունը։ Էլ եմ ասում, պարզապես պիտի ճիշտ դասավորես քո կյանքը, ճիշտ բալանսավորես ու լինես ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին։ Ինձ թվում է դա է ամենակարևորը։ Նաև դուք նշեցիք, որ առավոտ լուսում ամեն առավոտ բարի լույս եք մաղթում շատերին, ինչ էր դա ձեզ համար եւ ինչպես ստացաք առաջարկը։ Այլ հեռուստաընկերությունում աշխատեցի ես, կրկին առավոտյան ծրագրի շրջանակներում, սկզբում էլի ուղիղ եթեր էր, հետո նկարանումներ ենք անում շաբաթ-կիրակի օրերի համար, որպես այդպեսին հաղորդավարական փորձ ունեի, բայց մի որոշ ժամանակատված դադար եղավ այդտեղ։ Երևի կարծում եմ մենք հեռուստատեսության օրը եւ հեռուստադիտողի օրը ունենք, չէ՞, այդպիսի մի օր, գրեթե բոլոր հեռուստաընկերությունների առավոտյան ծրագրի հաղորդավարները պիտի հյուրընկալվեին հանրայնում եւ այդ օրը ներկայանային որպես հաղորդավար, այսպես դրմբաց օր էր, հա, որ բոլոր գործընկերներով պետք է միտեղ լինեինք ու նաև որպես հաղորդավար։ Երևի այդ օրը եղավ ճակատագրական ինձ համար, որ տեսել էին ու այդպես հետո ստացա իրենց կողմից հրավեր, գնացի 1-2 անգամ փորձնական եթեր չէ, նախապես նկարեցինք, որպեսզի հաստատեն եւ այլն։ Եվ այդպես առաջարկը հաստատվեց ու սեպտեմբերի 22-ից եղավ իմ առաջին ուղիղ եթերը հանրային հեռուստաընկերությունում։ Շատ կարևոր օր էր ինձ համար, որովհետև
օրինակ թատրոնների մեջ լավ թե վատ բնավ սրան չենք անդրադառնում, բայց դե մայր թատրոն ունենք, չէ, որ էլի հիմքերից մեկն է, ու հեռուստաընկերությունների մեջ էլ երևի հանրային հեռուստաընկերությունն է, որ մի տեսակ ավել պարտավորեցնող է քեզ պատասխանատվության մասով, ստեղծագործելու մասով, միշտ պարտաճանաչ լինելու մասով, մի խոսքով այսպես որոշակի մի հատ հոգեբանություն եկավ ինձ վրա, երբ որ հայտնվեցի հանրայինում, եւ աշխատում ենք դեռ հրաշալի միջավայրում լավ մթնոլորտում։ Նաև գիտենք, որ ուղիղ եթերը բավականին դժվար է, ինչպես էր դա քեզ համար, արդյոք դժվարությունների բախվել ես։ Անկեղծ պիտի լինեմ ու ասեմ ոչ, որովհետև եթե պատրաստ ենք գնում աշխատանքի, ինքնին, հետաքրքիր է ուղիղ եթերը, ամեն պահի ցանկացած վարքյան կարող է սպոնտան, ֆորս մաժորային իրավիճակում ինչ-որ մի բան փոխվի, բայց եթե հիմնականում պատրաստ ես դու լինում, ուրեմն պատրաստ ես նաև մարտահրավերի։ Որովհետև մի ամբողջ թիմ է աշխատում, սցենարական խումբ, լրագրողների խումբ, մենք նախապես ունենում ենք մեր սցենարը, ինչ որ այդ օրը պիտի խոսվի հյուրերի մասով, տեսանյութերի եւ այլն, պարզապես ներքին հետաքրքիր բան կա այդտեղ, բայց դեռ որևէ ինչ-որ լուրջ խնդրի չենք բախվել, արտառոց իրավիճակներ չենք ունեցել, ուղղակի միշտ ու ամեն անգամ դու զգում ես ուղիղ եթեր վարելու այդ հաճույքը, ու դու ներքուստ պիտի լինես շատ պատրաստված, այդ ներքին լարումը ամենահաճելի բանն է աշխարհում, օրինակ թատրոնում էլ այդպես, պրեմիերա խաղալուց առաջ ունենում ես մի զգացողություն, որ այլևս ոչ մի ներկայացումից առաջ չես ունենում, ու անկախ նրանից այդ օրը ներկայացումը լավ անցնում, թե չէ, գուցե ինչ-որ խնդիրներ լինեն տեխնիկական կամ զգացողական առումով, բայց պրեմիերայի պես օրինակ ամեն մի ուղիղ եթերը, որովհետև այդ պահն ամենակարևորը, ամեն վարքյան ամենակարևորն է, որովհետև դու հենց այդ պահին երկխոսության մեջ ես քո եւ հեռուստադիտողի հետ։ Այդ հաճույքա, որ մի 2 ժամ, 2.5 ժամ վայելում ես, էլի սրտի թրթիռով, այսպես ասած։ Նաև քո կյանքի ճակատագրական շրջաններից էր քաղաքում հենց նկարահանվելը, Նարեկի կերպարը, որը շատերի կողմից սիրվեց եւ դրանից հետո արդեն Խոպանի տեսությունը, կհիշես մի փոքր այդ շրջանը քո կյանքի այդ փուլը ինչպիսին էր։ Խոպանի տեսությունը դնենք մի կողմ, որովհետև դա դարձավ հումորային հերթական նախագծերից մեկը, գուցե շատ էր սիրվել, բայց չեմ ուզի շատ երկար օրինակ այդ նախագծի մասին խոսել, քաղաքումի մասին կցանկանամ խոսել, որովհետև դա առաջին նախագիծն էր, որ ավարտելուն պես ստացա հրավեր, կաստինգ անցա եւ այդ դերով հաստատվեցի, ու դե սկսեցինք մեր նկարանումները, գիտեք, հիմա որ խոսեմ, թող մի քիչ էգոիստական չհնչի կամ չգերագնահատեմ մեր մասնագիտությունը, ես այդ առումով շատ զուսպ եմ իհարկե, բայց մինչև օրինակ, չգիտեմ, 10 տարի առաջ կամ 13 տարի առաջ գոնե հիմնականում գործի մեջ էին այն մարդիկ, ովքեր մասնագետն էին տվյալ գործի, ու Շանթ հեռուստաընկերությունում այդ ժամանակ հնչեց մի արտահայտություն, որ թե բանակումում եւ թե շարունակաբար արդեն քաղաքումում պիտի աշխատեն միայն պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր ունեն կրթություն։ Ես բան չունեմ ասելու, շատ ու շատ դեպքեր մենք ունենում ենք, որ կապ չունեցող մարդիկ դերասանական արվեստի հետ, պարզապես իրենց բնությամբ, իրենց բնազդով, իրենց հոգու թելադրանքով մի հատ նենց դեր կարող է խաղան, որ չկարողանա դերասանը օրինակ հասնի այդ բնականությանը կամ այդ գույներին տիրապետի։ Լինում են տենց դեպքեր։ Բայց այն որ գործի մեջ 90% եւ ավել պիտի լինեն դերասաններ, ովքեր ունեն կրթություն, այդ միանշանակ այդպես է։ Ես կարծում եմ, որ այդ նախագծի հաջողության գրավականներից մեկն էլ դա էր, որ գրեթե 95%-ից ավելի կերպարներ պրոֆեսիոնալ դերասաններ էին, ավարտած խտացված գույներով էին կերպարները շատ, դա էր նաև նախագծի առանձնահատկություններից մեկը, մեր սցենարիստը այդ առումով շատ նուրբ էր աշխատում ու շատ հավաքական կերպարներ էր ստեղծում, մի քիչ գրոտեսկային, ինչը շատ հատուկ է կոմեդիկ ժանրին, բայց այդ գրոտեսկի մեջ օրինակ մեր դերասանները բոլորը գրեթե կարողանում էին միևնույնն է մնալ այդ ֆիլմային ռեալիզմի մեջ, որ պետք է ամեն դեպքում պարտադիր պայմաններից մեկն է,
Դրա համար ինձ թվում է մեզ համար մուտքը մի քիչ նաև ավելի հեշտ էր տրված, ինչու, որովհետև մենք սկսեցինք նկարանվել մի նախագծում, որը արդեն ուներ հաջողված տարիներ ու կենսագրություն։ Խոսքս բանակում հեռուստասերիալի մասին էր, սա նրա շարունակությունն էր ու արդեն հաջողված ու սիրված նախագծում մենք հայտնվում ենք, ինչ որ նոր գույն, նոր շունչ բերելով։ Եվ հա, այդ իմաստով շնորհակալ եմ իրանց վստահության համար, նկարահանվեցի, հետո հեռուստատեսային էլի շատ նախագծեր եւ Շանթի հետ եւ ուրիշ, բայց էկրանային իմ կարիերան սկսվել է այդ թվականից։ Հայք, իսկ այդ քաստինգի ընթացքը ու ընդհանրապես ընտրվելը, այդ փուլը ինչպես էր անցել, ոնց հասկացամ, որ հենց դու ես այդ կերպարի տերը, այսպես ասած։ Ուրեմն ես ժամանակին այս հարցազրույցներից մեկում էլի ասել եմ, վենաշապիկ որ հագնում էի, դոշս պիտի բաց լիներ, որովհետև ես փակ չէի կարում շատ։ Մի քանի կոճակ արձակված էր, ու այդպես երբ որ գնացի Շանթ հեռուստաընկերություն, միանգամից ասեցին կերպարի եւ մականունը եւ անունը, ու ինչի այդ մականունը, որովհետև դոշերը բաց պիտի հագնվի, տենց տղա է ինքը, շատ համընկավ այդ պահին, դե տենց սիրուն նուրբ արտաքինով սովորող համեստ երիտասարդի կերպար էր, երևի ֆակտուրայով կամ իմ օրգանիկայով համապատասխանեցի այդ կերպարին, որ ասեմ շատ ինչ որ տանջվել ենք, կասինգային փուլեր ենք անցել կամ շատ փորձեր է արվել, այդ ժամանակ չէ, սահուն անցավ ամենայն դեպս այդ պահը, դից սկսեցինք մեր նկարանները քաղաքում։ Ինչ է ձեզ համար ընդհանրապես, երբ որ կյանքի մի փուլում բավականին այսպիսի բում է լինում, ճանաչում եք ունենում, այսինքն ավելի շատ մարդիկ հետաքրքրվում են, սիրում են, բայց հետո գալիս է մի շրջան, երբ որ ավելի հանգիստ է կյանքի այդ փուլը, արդյոք այդ մարդու մոտ չի առաջացնում մի շրջան, որ ինչ որ մի բան պակասում է, թե ձեր կյանքը դուք լցրել եք ավելի այլ բաներով։ Այն շատ ճիշտ վերջաբան էր իմիջիայլոց հարցում, երբեք չեմ մտածել այդ մասին ու երևի չեմ էլ մտածի, որովհետև ես անում եմ այն, ինչ որ զգում եմ, որ դրա պակասը կա մասնագիտության մեջ։ Իհարկե ճանաչելով միևնույնը չափ ու սահմանը, որովհետև իմ կյանքը ամեն դեպքում չի սկսվել մասնագիտությամբ ու ավարտվի մասնագիտությամբ, կան կողքից արժեքներ, որոնք էլի պահանջում են մեր ուշադրությունը, մեր ներկա լինելու կարևորությունն էլ այդտեղ կա, որ ֆիզիկապես ես իմ ընտանիքում պիտի ներկա լինեմ, բայց օրինակ երբ որ եղել է, չգիտեմ, նախագծերի պակաս կամ դերերի պակաս, որ չեմ խաղացել եւ այլն, ոչ թե մտածել եմ, վայ, ինչի չեն կանչում, էս ինչ եղավ, բան, կամ վատ եմ զգացել, որ այ ճանաչում էին, հիմա ոնց որ քիչ են ճանաչում, բացարձակ նման բան չեմ ունեցել եւ ընդհակառակը ես այդ ժամանակահատվածում ինքս եմ փորձել ինչ-որ բան ձեռնարկել, համարելով, որ երևի այդ պահին իմ անելու ժամանակն է։ Դա, չգիտեմ, կլինի բարեգործական համերգ, դա կլինի երգել իմ տանիքի տակ, օրինակ կարանտինի շրջանում ես ունեցա Facebook-յան հարթակով լայվ միացում, լայվ երգեր իմ տանիքի տակ, հենց այդպես էր կոչվում խորագիրը համերգի, ու ես հենց գտնվում եմ իմ տանիքի տակ, էժանագին մի հատ դինամիկ էի վերցրել, միկրոֆոն, բան ու տենց ժամ 40 րոպե համերգ ունեցա, այդ sense հոգիս լցրեց ու ես լիացա ու այդ ինձ հերիք էր, որ օրինակ այդ բացը, որ չենք աշխատում, լրացվեր ինչ-որ ձև, կամ չգիտեմ ինքս կարող նախաձեռնեմ ներկայացում անենք, կամ այդ ընթացքում մենք զբաղվում ենք ընթերցելով, պաշար հավաքելով, այդ շատ կարևոր է դերասանի համար։ Օրինակ ես կարծում եմ, որ 1, 2, 3 ներկայացում խաղալուց հետո կամ նոր դերեր խաղալուց հետո վստահաբար մեզ դադար է պետք, վստահաբար։ Ես չեմ ասում դադար վերցնես գնաս չաշխատես, բայց օրինակ գնալ կարդալ, ձայնագրվել կամ չգիտեմ հաղորդում վարել, մի հատ ուրիշ բանով զբաղվել, որովհետև ինչ որ գունապնակ կա, որը պիտի լրացվի։ Համենայն դեպս բոլոր այն կերպարները, որ ես խաղում եմ, չգիտեմ այդ լավ է թե չէ, բայց մինչև վերջի կետը, մինչև այն հոգուս խորքի վերջի զգացողությունը ես տալիս եմ այդ կերպարին ու սպառվելու նման մի զգացում եմ ունենում։ Հա լուրջ, որ սենց անզգացած կարող նստեմ ներկայացումից հետո, մի քանի տենց դերեր ու ներկայացումներ ունեմ, որ ժամանակա պետք, ու մի հատ ընկալեմ արդեն, որ վերջացրել ենք, որ
չգիտեմ, տանն եմ կամ արդեն վերջացել է այդ ներկայացումը, այնպես չի որ շուտից դերի տակ եմ մնում բան, հար ֆիզիկապես եմ պրոստը ուղակի սպառվում։ Ֆիզիկապես ոնց որ դու սենց ուղակի թուլանաս, ուզենաս շնչես, մինչև նորից այդ էներգիայի պաշարը հավաքվի։ Նաև բացի դրանից դուք զբաղվում եք աուդիոգրքերի ստեղծման, այսինքն մասնակից եք, հանճարեղ մի գործ պատմեք դրա մասին։ Այնքան հանգստացնող աշխատանք է ինքը, այնքան հարստացնող աշխատանք է ինքը, գիտեք, երևի այդ ասորնություններից մեկն է, որ իմ կյանքում եւ հայտնվեց այդ մարդը եւ նաեւ ունեցանք մենք ձայնագրման մեր ստուդիան ու ունենք հնարավորություն, նայեք, ես չեմ ամաչում ասելու եւ վաստակելու եւ կարդալու։ Այդ մի հատ 2-3 միտեղ ենք էլի հավաքել, գիտեք, դու ես այդ 4 պատնա միկրոֆոնն է գիրքը ու հերոսները կարդում ես բոլորի ձայնով պիտի կարողանաս կարդալ, իհարկե երանգային փոփոխություններով, սկսում ես կռվել իրանց հետ, հաշտվել, չգիտեմ, ապրել իրանց զգացողություններով, համաձայնվել, չհամաձայնվել ու ինքը եւ տրինաժ է մեր համար խոսքի առումով եւ մտքի մարզանքա եւ ուղեղի մարզանքա ու ասես մի քանի դրական բաներ, որ մենք մինտ բռնել ենք այդ գործ ու բաց չենք թողնում ինքը թիրախային մի քանի խմբեր ունի, մեզ համար շատ հաճելի է, որ մենք անում ենք ոչ միայն պարզապես գրքասերի համար, այլ նաև անում ենք այն մարդկանց համար, ովքեր ֆիզիկապես չեն կարող կարդալ կամ բնակվում են ոչ թե Ռուսաստանում կամ Միացյալ Նահանգներում, այլ գուցե շատ հեռավոր վայրերում, որտեղ հայ գրականություն գտնել օրինակ անհնար է, եւ ունենք նամակներ, օրինակ Աֆրիկայի տարածաշրջանից մենք ունենք հավատարիմ մեզ լսողներ, իրենք հայ են, մի քանի ընտանիք ու մեզ պարբերաբար գրում են, խնդրում են հատկապես հայ գրականության հետ կապված պատմավեպերը կամ այն արկածային գրականություն, որը կարող է համարվել դպրոցական օրինակ, դպրոցահասակների համար զարգացման հրաշալի հնարավորություն է։ Ու մենք այս գործը անում ենք, ինքը մի տեսակ նիրվանա է մեզ ինձ համար ստեղծում, շատ ներդաշնակ, խաղաղ, գազ կտրվես մի հատ աշխարհից, բայց գիտեք ինչն է նաև դժվարը։ Հիմա ես պիտի մի հատ շատ անկեղծ բան ասեմ, իհարկե չնեղացնելով ոչ մի իմ գործընկերոջ։ Տարիներ շարունակ մենք այս գործը անում ենք 2 հոգով։ Ես եւ Բաղդասարյան Նարեկը համազգային թատրոնից։ Շատ ընկերներ հետաքրքրվել են, ուզում են գան կարդալ, եկել են կամ հետո կեսից չեն եկել, բայց գիտեք ինչն է խնդիրը, այս գործի համար պիտի ունենաս լիարժեք գիտակցում համբերության եւ կենտրոնացում առօրյայից գոնե 2 ժամ կտրվելու։ Որովհետեւ եթե միտքդ ուրիշ տեղա վերջ դու այդ գիրք էլ չես կարող կարդալ։ Նախ որովհետև պարտավոր ես եւ տեխնիկապես եւ հոգեպես լավ կարդալ, որտեւ ի վերջո քեզ լսելու են հետո, ու երկրորդ երբ որ դու միտքդ ուրիշ տեղա, բայց դու կարդում ես սիրո ֆանտաստիկ նկարագրություն, դա արդեն էլ չի ստացվում։ Դրա համար շատ-շատերի մոտ չստացվեց։ Եվ սա պետք է չշփոթել օրինակ դուբլյաժի հետ, որովհետև գրքի ձայնագրումը եւ դուբլյաժը ըստիս շատ տարբեր բաներ են, շատ։ Բայց հայք խնդիրը ո՞րն էր, իրականում հենց տրամադրվածությունը չկար, թե չէին կարողանում ինչ-որ ձևով տեխնիկապես։ Չէ, շատ դերասան ընկերներ ունեն, որ իրենց ձայնը ավելի հետաքրքիր է, քան իմը, գուցե ավելի լավ տեխնիկայի խոսք ունեն, քան ես, բայց իմ կարծիքով այդ դա եմ ասում, կենտրոնացումը եւ պարզապես առօրյայից կտրվելու կարեւորությունը, որը պիտի ունենաս։ Այդ պահին համենայն դեպս դա գիտեք ինչ է, ոնց որ դու ներկայացման ժամանակ էլ ուրիշ բանի մասին մտածես, այդ արդեն չի լինում վերջ։ Չի ստացվում։ Իսկ ինչու պիտի կտրվենք, որովհետև այնպես չի, որ դու քո 4 տողը կարդում ես, հետո քո ընկերը պիտի կարդա, հետո այն մյուսը, հետո նորից դու անդադար դու ես եւ դու։ Մոնո ներկայացման պես, եթե դու մի պահ շեղվեցիր, քեզ ոչ մեկ չի օգնելու։
Ու այս դեպքում եւ հեղինակն ես դու եւ կինն ես եւ տղամարդը եւ երեխան եւ պապիկը եւ տատիկը եւ ծառը եւ քամին, չգիտեմ, ամեն ինչը դու ես ու այդ գիրքն էլ պիտի ունենա ասենց ընդհանուր տրամադրության ու տրամաբանության մի գիծ, որը սկզբից մինչև վերջ պիտի պահես։ Ու գիտեք ինչն ամենահետաքրքիրը, որ յուրաքանչյուր գիրք ինքն է թելադրում դու ինչ երանգով ու ինչ տրամադրությամբ իրան կարդաս։ Շատ հետաքրքիր է, ես օրինակ դա բացահայտել եմ, որովհետև այն որ դու պարզապես ինքդ քո համար կարդում ես, գուցե դա չզգաս, բայց երբ որ արդեն դա պիտի կարդաս ի վերջո մեկի համար, այդտեղ արդեն ուրիշ պատասխանատվություն է գալիս, դու ուրիշ ձև ես գիրքը ընկալում, տողը ընկալում, բառը ընկալում ու գիրքը ինքը թելադրում է համ հեղինակն է թելադրում, համ էլ հերոսները։ Թե դու ինչ երանգներով ու ինչ տրամադրությամբ ամբողջ գիրքը սկսես ու ավարտես։ Մեկ գիրքը որքան ժամանակում եք ավարտում։ Դե Նայած- իհարկե ծավալը կապ ունի։ Որն է ամենակարճ ժամանակահատվածում ավարտողը։ Կարճ, կախված էջերից, այդպես իսկապես չեմ կարող ասել, բայց այս տարիների ընթացքում արդեն հստակ ժամանակահատված է ձևավորվել հստակ էջերի քանակով։ Օրվա մեջ կարդում ենք 30, ես ամենայնպես 30-ից 35 էջ։ Օրվա մեջ 3 ժամվա ընթացքում։ Ձայնագրվում ենք այդքան։ Նաև Հայկ ժամանակին աշխատել եք երեխաների հետ, դասավանդել եք Այո։ երեխաներին, ընդհանրապես դա ինչ դերակատարում ունի, որ հասկանում ես եւ գիտակցում սերնդի ես կրթում։ Դա ամենամեծ գիտակցումն է, պատասխանատվությունը եւ առաքելությունը, ու ես քանի հնարավորություն ունեմ, նախ շնորհակալություն հայտնեմ իմ վարպետին Դավիթին Հակոբյան ու Արմանին Նավասարդյան, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որ մեր կուրսի անունից խոսեմ, հա, որպես ուսանող մեզ տան այն ինչ որ կարող են, բայց հարցը արդեն թե մենք ինչքան ենք վերցրել, այդ դա է շատ կարևոր։ Ու ես էլ երբ որ հայտնվեցի մի կարգավիճակում, որտեղ պիտի խոսեմ, ինձ լսեն, պիտի բան բացատրեմ, ինձ լսեն ու փորձեմ հասկանալի բացատրեմ այդ ամեն ինչը, ես հասկացա դրա բարդությունը եւ պատասխանատվությունը։ Բայց մեծագույն սիրով ու հաճույքով եմ աշխատել երեխաների հետ, շատ պարզ մի պատճառով, որովհետև եթե ես լինեմ, օրինակ Աստված ինձ երկար տարիների կյանք տա լինեմ 90 տարեկան, երբեք չեմ ուզենա իմ մանկությունից հեռանամ։ Իսկ երեխաների մոտ որքան էլ որ կա գիտակցություն, բայց դեռ ինչ-որ մի տարիք կա, որի ընթացքում դեռ իրենք շարժվում են իրենց ենթագիտակցությամբ, իսկ ենթագիտակցություն ինձ համար աշխարհի ամենահետաքրքիր ու պարզ ու անբացատրելի սքանչելի երևույթներից մեկն է։ Մարդ, որ չի կորցնում իր ենթագիտակցությունը, բայց կարողանում է ամեն դեպքում գիտակցորեն ինչ-որ այդ ամեն ինչը կառավարի։ Դրա համար մանկությունը ես համարում եմ այո ենթագիտակցության նման մի բան ու այն երևակայությունը, որ կարան ունենան երեխաները, այն մտքի թռիչքը, որ կարան ունենան երեխաները, գուցե իրանց թվում է, որ չունեն, բայց դու մի փոքր որ խոսում ես իրանց հետ ու բացատրում ես գործի էությունը, որ մեր գործում ամեն ինչն է շնչավոր, ամեն ինչ ունի բնավորություն, սա ունի բնավորություն, է սեղանը ունի դեմք, ինքը շնչում է, մի խոսքով մի քանի բաներ, որ ասպես ու հասկանում ես արդեն իրանց այն արագ թարթել աչքերին, որ պայտակ իրանք ուզում են մտածեն ոնց հա, այդպես բան կա, դե գնանք մտածենք մի հատ այդ սեղանը բան։ Դու հասկանում ես, որ իրանցից պիտի ձեռք բերես այդ պարզությունը, այդ անկեղծությունը, որովհետև իրանք մի տեսակ սարքովի բաներ չեն անում։ Հիմնականում իրանք կան այն, ինչ որ են։ Այդ շատ հետաքրքիր մի հատ աշխարհ էր, որ ես աշխատեցի երեխեքի հետ, ափսոս ժամանակի բերումով նաև հիմա չեմ հասցնում, բայց մեծ սիրով եթե կգա էլի ժամանակ, որտեղ որ կլինեմ որպես մանկավարժ ու երեխաների հետ կաշխատեմ, նորից նույն պատասխանատվությամբ ու նույն լարումով ես կսկսեմ այդ աշխատանքը։ Նաև դուք ունեք ձեր երեխաները եւ դաստիարակում եք ձեր երեխաներին, արդյոք որպես հայր արդեն ինչպիսին եք եւ ինչ արժեքներ եք ձեր երեխաների մեջ ցանկանում ներդնել։ Գիտեք, երբեմն ես ու կինս մեզ բռնացնում ենք այն փաստի վրա, որ մենք ծնողներ ենք, արդեն 3 հոգու հայր եւ մայր։ Տեսեք, չգիտեմ երբ հագալու այն օրը, որ ես գիտակցեմ ինչ է ծնող լինելը։ Բայց մի բան կարևոր է, որ ես հասկանում եմ, այդ էակները ծնվել են իմ ու իմ կնոջ սիրուց։ Ես իրանց հետ պարտավոր եմ խոսել,
Աստված մեզ օրհնել է, որ տվել այդ երեքին, որովհետև ամեն մեկ իր հերթին մեր տուն բերել են այն ծրարով նամակը, որի մեջ գրած է օրհնություն, ու իրենք պարտավոր են լինել սիրո միջավայրում։ Դրա համար ընտանիքում մենք փորձում ենք երբեք չկորցնենք ջեր մթնոլորտը, որ իրանք իրանց լավ զգան, մենք էլ մեզ։ Շատ խոսում ենք մեր երեխաների հետ, մանկանում եմ իրանց հետ հավասար, ու չեմ էլ ուզենա օրերից մի օր մանկական խաղերը դառնան իմ համար օրինակ տհաճ։ Ոչ, Երանի լուրջ եմ ասում այդ օրը։ Ես ուզում եմ անընդհատ ես իմ երեխաների հետ հավասարի կկռվեմ, կխաղամ, կպարտվենք, կհաղթենք, կլինի դա կենթանի խաղեր, համակարգչային խաղեր, սեղանի շուրջ խաղեր, իրանց հետ շփման հետաքրքիր sense տարբերակներ, իրանց հետ հավասար ես վերադառնում եմ մանկություն, դրսում հեծանիվ քշել կլինի, մի խոսքով այն ինչ որ պահանջվում է, ես փորձում եմ մաքսիմալ անկեղծ տալ իմ երեխաներին։ Կատեգորիկ չեմ ընդունում ինչ որ sense հստակ պայմանները, որ ծնողը sense պիտի լինի, երեխան նենց պիտի լինի, որովհետև ի վերջո ամեն մեկը իմ կարծիքով առանձնահատուկ են, էլի, ու ամեն մեկը ունի իր առանձնահատկությունը։ Ոստեղ ուրիշ խնդիր արդեն որ դու պիտի հասկանաս ընդհանրեն այդ առանձնահատկությունը ու վերջ։ Այ երբ որ հասկանում ես երեխայի առանձնահատկությունը, արդեն իրանից չես կարող պահանջես այն ինչ որ բոլոր երեխաներից պիտի պահանջեն։ Հիմա օրինակ ես շատ ուզում եմ, որ իմ երեխան գնա երգի եւ բարի, միջնեք երեխաս, որովհետեւ շատ սիրուն է այդ ամեն ինչը իր մոտ ստացվում։ Բայց երբ որ ես իրան տալիս եմ երգի գնալու կամ բարի գնալու անուն, ինքը հրաժարվում է միանշանակ եւ ինքը շատ սիրում է անի այն ինչ որ անում է իր մեծ եղբայրը, դե ես չեմ բռնանում իր ցանկություններին, դե հիմա եթե դա ուզում է թողանի։ Իրանց ցանկությունների մեջ ազատ ենք թողել, հիմնականում փորձում ենք իհարկե խոսելով ամեն ինչ այսպես իմի բերելով, կարգավորելով նաև իրականացնել իրենց ցանկությունները, բայց նաև շատ կարևոր է, որ երեխաների մոտ զարգացնել մի հատկություն, որը կոչվում է պարտականության զգացողություն։ Դա շատ կարևոր է, շատ, որովհետև ես իմ փորձի վրա եմ հիմա համոզվել, ես իմ երեխաներին չեմ թողում, որ իրենք միայն վայելեն իրենց մանկությունը, հաճույքները եւ այլն, այդ հաճույքների մեջ պիտի մտնի նաեւ աշխատելը։ Իսկ իրենց աշխատանքը լավ սովորելն է, մեզ օգնել է, ինչու ոչ, եթե ունեն այդ հնարավորությունը, մենք ունենք այգի, այդ այգում կործանել իմ հետ հավասար կամ ամենափոքրին քշեն, որ ինքը քնի, ես գործանեմ կամ հակառակը, եւ այսպես մենք միասին ենք գործանում, որ հետո միասին վայելենք հաճույքը մեր վաստակած։ Այդ շատ կարևոր է, որ երեխաների մեջ օրինակ սերմանեն ծնողները։ Նաև ձեր ընտանիքը վերջին շրջանում համալրում ունեցավ, որի կապակցությամբ ես կրկին շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ամեն երեխա տարբեր զգացմունքի եւ տարբեր էմոցիա է տալիս ծնողին։ Ընդհանրապես ամեն անգամ հայր դառնալուց կրկին ինչպիսի ապրումներ եք ունենում։ Այ հենց այդ ինչպիսի ապրումը դեռ այդ եմ ասում, չեմ կարողանում հասկանամ, բայց պատասխանատվության մեծ զգացումը անընդհատ ավելանում, զգացողությունները տարբեր են, գիտեք ինչով, մի քիչ երևի հասունությամբ այս դեպքում, որովհետև այն լարվածությունը չկա, որ դու նոր առաջին անգամ ես դառնում, որովհետև արդեն ապրված հույզեր ունես ամեն դեպքում եւ ծանոթ ես այդ ճկնաղ ու աստվածային երևույթին, բայց դե նոր կյանքա քո ձեռքերի մեջ հայտնվել, պատասխանատվությունը կարող եմ ասել, որ լիարժեք ավելանում է մեր մեջ եւ հիմա ամենաքաղցր ամենալավ էտապն է մեր մոտ, որ մենք փորձում ենք հասկանալ իր տեսակը։ Այդ դա ինձ համար մի հատ հիմա օրինակ ամենակախարդական պահերն են։ Գիտեք, երբ որ երկրորդ բալիկս էր ծնվել, երևի չենք շտապում այդքան, բայց երրորդ բալիկը մեր որ ծնվեց, մեր երրորդ որդին, մենք հիմա շտապում ենք մի տեսակ, ու ես որ նայում եմ իրան, ուզում եմ հետս խոսի, ես որ բան եմ ասում իրան, իսկույն ինքը պիտի հասկանա, բայց հետո զարմանում եմ ինչի չի հասկանում, բայց նաև ընկալում եմ, որ մի շտապի, որովհետև այս նորածնային շրջան այնքան արագ անցնում, որ ասում եմ լավ չէ, այս այն ամենափխրուն ու նուրբ շրջանա, որ նայ ուղղակի իրան ու վայելի, ու փորձում եմ հասկանում ինչ տեսակի մարդ օրինակ ինքը լինելու, ասենք, ասում եմ դեմքից կռահեմ բնավորության ինչ որ հստակ գծեր հասկանում եմ հիմա որ ունի ինքը թե չէ, բայց ի տարբերություն օրինակ մյուս երկու որդիներիս
այս մի որդիս մի տեսակ ունի ընդգծված բնավորություն։ Ասենք դա երևում է, չեմ կարող հիմա բացատրեմ ինչ բնավորություն, բայց մի տեսակ sense բաներ կա, որ շատ հստակ այն կանում իր դեմքի արտահայտությունով կամ լացելու տեմբրով, բայց հա մի տեսակ հստակ բան կա իր մեջ։ Նաև Հայկ ընտանիքում ընդհանրապես երկու ծնողի դերը մեծ նշանակություն ունի, շատ հաճախ կիսվում եք ձեր կնոջ հետ հրապարակումներով եւ ձեր զույգին բավականին շատ սիրում են հետևորդները, եթե տարիներ հետընթաց գնանք, կհիշես ինչպես ծանոթացար կնոջդ հետ։ Խանութում բան պիտի առնեի, իրեն տեսա, մտավ այստեղ, հետո գտա էլի իրան, ու այդպես առանց իմանալու ով, ինչ, կողքին մարդ կա թե չկա, այդպես մոտեցա, շատ անկեղծ զրույց ունեցել իրար հետ, ու ես հիմա էլ եմ իրան ասում, մենքան ուրախ եմ, որ դու անկեղծ այդքան խոսեցիր իմ հետ, որովհետև օրինակ հիմա կարող աղջիկներ օրինակ շատ-շատերը ասեն դերավես ինչա խոսում ես տղեն, բայց ես չեմ կարողանում ընկալել, դա իմ համար սեթևեթանք չի, երբ որ աղջիկը անկեղծ չի խոսում, օրինակ եթե աղջիկը տղայի հանդեպ մի բան զգում է, բայց այլ բան է ասում տղայից ավել քայլեր ակնկալելու համար, դա ես երբեք չեմ հասկանում, երբեք։ Ես եթե չգիտեմ, իմ կնոջ ասում եմ շատ ուրախ եմ, որ դու ավել ոչ մի բան չես ասել ու չես արել, անկեղծ շարժվել ես այն ինչ-որ այդ բային սիրտդ ու հոգիդ թելադրել է, նույնը ես։ Դրանից այն կողմ, ու մինչ օրս էլ մեր հարաբերությունների մեջ մենք միշտ հիմք ենք ընդունում խոսելը, պարզելը ու անկեղծ լինել իրար նկատմամբ։ Դա պիտի լինի հենց սկզբից, այն առաջին ծանոթությունից, անուններով ծանոթանալուց, երբ որ ես ասում եմ Հայկ, ինքը ասում է Անի, այդտեղից պիտի լինի անկեղծ ու ցանկացած, հիմա չթիրախավորենք ու չշեշտադրենք կանանց ու աղջիկներին, հա, ցանկացած տեղ, ոլորտ, միջավայր, եթե չկա պարզությունը ինձ համար այդտեղ արդեն ոչ մի բան հետաքրքիր չի։ Եթե ես միտեղ պիտի ինչ-որ մի բան կոծկեմ, կամ ինչ-որ մի բան պիտի հասկանամ ու ասեմ, լավ, սա իրականացնելու համար, լավ, հա, ես մի քանի քայլ ավել պիտի անեմ, դա գիտեք ոնց է ինձ վանում, ու ես փախնեմ այդտեղից ու վերջ։ Ես էլ այդ միջավայրում չուզենամ հայտնվեմ։ Նաև շատ կարևոր է ամուր ընտանիք ունենալու համար երկու կողմի աշխատանքը, նշել եք, որ իհարկե լինում են, որ գերհոգնած եք լինում, բայց ամեն բան անում եք, որպեսզի աշխատանքը տուն չտանեք, ինչպես եք այդ ամեն ինչը կարողանում համատեղել։ Գիտեք ինչով, որովհետև նախ ընտանիքը ինձ է սպասում, ու ես էլ սպասում եմ ընտանիքի հետ իմ հանդիպմանը։ Գլխավոր պատճառը դա է, որովհետև այո, դրսում աշխատանք, չգիտեմ, լավ նկարահանում, լավ ներկայացում կամ ցախողված նկարահանում, ինչ-որ խցանուներ մայրաքաղաք Երևանում, մինչև դու հասնում ես տուն, արդեն դու նյարդային ես, որովհետև բարդ ես հասնում տուն հատկապես այդ ժամերին, բայց երբ որ մտնում ես տուն կարոտած, որ բոլորին գրկես, դա աշխարհի ամենամեծ ուժն է, որ կարա քո վրա գա։ Իմ կարծիքով իսկապես շատ կարևոր է, որ դու սպասես ընտանիքիդ հետ հանդիպման, ընտանիքներ սպասի քո հետ հանդիպմանը։ Այստեղից սկսվում է ամեն ինչ։ Նաև Հայկ, եթե ամփոփենք, երբ որ որդիները չափահաս դառնան, ինչ ես ցանկանում, ինչպիսի ընդհանրապես մարդիկ նրանք պետք է մեծանան, ինչ արժեքներով պետք է օժտված լինեն։ Ես աշխարհում կառանձնացնեմ 3 կարևոր արժեք, որ ստից ձևավորում է ցանկացած մարդու։ Աստված, հայրենիք եւ ընտանիք։ Այս 3 արժեքներին, որ տիրապետեն եւ այս 3 արժեքները ամենայն հարգանքով ընդունեն իմ բալիկները, ես գուցե համարեմ ինձ, որ կյանքում ինչ որտեղ հաջողել եմ երևի, որ իրենց հասցրել եմ այն գիտակցությանը, որ իրենք չքննարկեն Աստծո գոյությունը, որ իրենք չքննարկեն հայրենիքի սուրբ ու մեծ լինելը եւ իրենք չքննարկեն ընտանիքի ճիշտ կամ սխալը։ Եթե կա ընտանիք, եթե այդ կետը կոչվում է ընտանիք, ուրեմն այդտեղ ամենատակն է, ամենաջերմը, ամենախաղաղը։ Եթե մենք հայրենիքում ենք, ուրեմն պիտի հասկանանք դրա կարևորությունը
Եվ այն ինչ որ առհասարակ մենք տեսնում ենք, շնչում ենք եւ վայելում ենք, դա ամենազորի ստեղծածն է։ Այս երեք արժեքները, որոնք գլոբալ են, որոնք մասշտաբային են ու ամենակարևորը։ Մնացած բոլոր ընկալումների մեջ թող իրենք լինեն ազատ, հիմք ընդունելով այս երեք սուրբ գաղափարները ըստիս։ Դե ինչ այք շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։